Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին մենք քննարկելու ենք շատ կարևոր հարց եւ այդ հարցը վերաբերվում է Ուկրաինայի եւ Մոլդովայի կողմից Մոլդովայի միջազգայինորեն ճանաչված տարածքների ներքո գտնվող Մերձդնեստրի այդպես կոչված հանրապետության ուղղությամբ միասնական քայլերը, այդ թվում իրենց նպատակը, որ բլոկադա շրջափակում կազմակերպեն այդ տարածքի եւ այդ տարածքում գտնվող ռուսական զինված ուժերի։ Այսօրվա մեր վերլուծությունում մենք մանրամասն քարտեզի շնորհիվ ձեր հետ միասին կքննարկենք եւ կտեսնենք, թե ինչպիսի ռազմավարական նշանակություն ունի այդ տարածքը, ինչպես կարող են Ուկրաինան եւ Մոլդովան միասնական գործել։ Կասեմ ձեզ նաեւ արդեն, որ այդտեղ մոտավորապես 1500 ռուսական զինվոր է տեղակայված, իբրև խաղաղապահ, բայց իրականում ապահովում են այդ տարածքի դե ֆակտո, այսինքն փաստացի անկախությունը Մոլդովայի պետությունից, սրանով ձևավորում Մոլդովայի պետության համար տարածքային ամբողջականության խնդիր, ինչը սահմանափակում է Մոլդովայի անդամակցությունը Եվրոպական միությունում, խոչընդոտում է առնվազն, այդպես էլ ՆԱՏՕ-ում, բայց նաև ստեղծում է ուղիղ անմիջապես ռազմական սպառնալիք ինչպես հենց Մոլդովայի համար, այդպես էլ Ուկրաինայի համար, հատկապես Օդեսայի ուղղությունով։ Դա քարտեզի վրա մենք միասին կդիտենք։ Զուգահեռ այդ գործընթացների պետք է ասել, որ Ռուսաստանի ռազմական նպատակը եղել է պատերազմը Ուկրաինայում սկսելուց հետո լայնածավալ 2022 թվականին հասնել մինչև Մերձդնեստրի այդ տարածքը։ Պետք է ասեմ, որ Մերձդնեստրի ամբողջ տրամաբանությունը իհարկե վերաբերվում է հենց Ռուսաստանին, Ռուսաստանն է այդտեղ ձևավորել, այսպես ասենք, սեպարատիստական մի տարածք այդ պետության տարածքում, որը Ռուսաստանի հետ միավորվելու ցանկություն ունի, այլ ոչ թե Մոլդովայի կազմում լինելու։ Նաև պետք է ձեզ ասեմ, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այսօր կարևոր հայտարարություն է արել։ Ասել է, որ ինքը կողմ կքվեարկեր, եթե լիներ հանրաքվե Ռումինիայի հետ միանալու մասին, վերամիանալու, այսպես ասեմ, այսպեսի բառապաշար է օգտագործում, որովհետև իրականում մոլդովական պետությունը Ռումինիայի պետության մաս էր եղել երկար տարիների ընթացքում եւ ռուսական պատերազմների հետևանքում հայտնվել էր Ռուսաստանի ազդեցության գոտու ներքո։ Իրականում կարելի ասել Ռումինիան եւ Մոլդովան նույն էթնիկ խումբն են եւ մոլդովացիք նույն ռումինացիներն են իրականում, եւ Մայա Սանդուի ասածը նրա մասին է, որ իրանք կարող են այդպես անդամակցել Եվրոպական միությունին, բայց իրականում կարող է դա բարդ լինի, եւ եթե դա չստացվի, ապա Մոլդովան ինչպես առանձին պետություն միևնույն է ցանկանում է անդամակցել Եվրոպական միությանը, այդ միջոցով փաստացի սահմանը չեղարկել Ռումինիայի հետ եւ Ռումինիայի հետ միասին ապագա կառուցել Եվրոպական միության ներքո։ Ուստի երկու տարբերակն էլ ընդունելի են, բայց այդ հարցերը, որ առաջ գնան, անպայման պետք է լուծվի Մերձդնեստրան հարցը եւ այդ հակամարտության գոտին Ռուսաստանի կողմից է ձևավորված, ինչպես նաև ձևավորված էր Ղրիմի եւ Դոնբասի հակամարտությունը, Վրաստանի տարածքում Աբխազիայի եւ Ցխինվալի շրջանի հակամարտությունը եւ մեծ մասամբ Ռուսաստանը ինչպես որ հետաքրքրված էր Լեռնային Ղարաբաղի հենց հակամարտությունով, այլ ոչ թե իր լուծմամբ ի նպաստ Հայաստանի կամ նույնիսկ ի նպաստ Ադրբեջանի, այլ հենց հակամարտությունը շարունակելու տրամաբանությունով էր հետաքրքրված։ Այսօր այս հարցերի մասին մանրամասն ձեր հետ միասին կխոսենք եւ կվերլուծենք, որովհետեւ Ուկրաինան եւ Մոլդովան այսօր փաստացի հայտարարեցին արդեն, որ այսպիսի գործողություններ սկսել են եւ դա ներառում է սահմանափակումներ ցամաքում, երկաթուղու, օդային ուղղությունով, փաստացի լիարժեք բլոկադա են ձևավորում, բայց ոչ թե պարենի, այլ ռուսական անվտանգային համակարգի լիարժեք բլոկադա եւ դա շատ կարեւոր է։ Հարգելի հայրենակիցներ, առաջի հերթին ձեզ կոչ եմ անում, որ անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք, դրեք զանգակը, որ ստանաք թարմ տեղեկատվություններ, ինչպես նաև դուք կարող եք անդամակցել ալիքին եւ աջակցել ալիքին նկարագրությունում եւ մեկնաբանությունում նշված հնարավորությունների միջոցով։
Շնորհակալ եմ եւ անցնենք քարտեզին եւ քարտեզի միջոցով մանրամասն վերլուծենք այս հարցը։ Ուրեմն այս քարտեզի վրա մենք ձեր հետ միասին տեսնում ենք Ուկրաինայի տարածքը եւ կարմիրով այստեղ նշված է այդ տարածքները, որը գտնվում են հիմա Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ամենախոշոր կարմիրով այս հատվածում նշված է հին տարածքը Լուգանսկի եւ Դոնեցկի, որը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ մինչեւ 2022 թվականին պատերազմ սկսելը, եւ Ղրիմի տարածքը նաեւ մինչեւ 2022 թվի պատերազմի սկսելը։ Դրանից հետո Ռուսաստանը կարողացել է գրավել այս պայդրությամբ Խերսոնի շրջանի մասը, Զապորոժիեի շրջանի մասը, Դոնեցկի շրջանի մեկ մասը, Լուգանսկի շրջանը փաստացի ամբողջությամբ, բացի այս փոքրիկ հատվածից, Խարկովի շրջանի մասը եւ այս հատվածում մտել է նաեւ Դնեպրապետրովսկայի շրջանի մի փոքր մաս։ Եվ Ռուսաստանի նպատակը իրականում մենք այս ծրագրերը շատ լավ գիտենք, դա այդպես կոչված Նավառոսիան էր, այսինքն Ռուսաստանը պետք է վերահսկեր եւ մտել էր նաեւ Միկոլաևի շրջան, կամ իրանք Նիկոլաև են կոչում, քաղաք Նիկոլաևի մոտ էր Ռուսաստանը արդեն եւ նույնիսկ հասել էր միջև այստեղ մոտավորապես։ Ուստի Ռուսաստանը համարյա հասել էր Մեծդնեստրյան տարածքին։ Հիմա ինչ վերաբերվում այս տարածքին, ապա ամբողջությամբ գտնվում է Մոլդովայի վերահսկողության միջազգային սահմաններում եւ պետք է ասեմ, որ ինչպես արդեն ձեզ ասացի, Ռումինիան այստեղ է գտնվում եւ Մոլդովան եւ Ռումինիան մի ազգ են։ Ուստի Մոլդովան ունի հնարավորություն, որ անդամակցի մտնի Ռումինիայի կազմ, ինչպես միավոր, եւ այդ դեպքում փաստացի անդամակցի Եվրոպական միությունին եւ ՆԱՏՕ-ին առանց այդ կազմակերպություններ մուտք գործելու, բայց դրան կա մեկ խոչընդոտ, որը Ռուսաստանը դրել է հատուկ եւ այդ խոչընդոտի անունն է Մեծդնեստրյան այդպես կոչված տարածքը կամ իրանք իրենց հանրապետություն են համարում։ Եվ սա շատ կարևոր հարց է, որովհետև այսպիսի օրինակներ խնդիրների տարածքային ամբողջականության եւ հակամարտությունների մենք բազում ունենք եւ դա ոչ միայն Ուկրաինայի տարածքի այս հակամարտություններն են, որը մենք այստեղ տեսնում ենք, այլ նաեւ Աբխազիայի եւ Ցխինվալիի շրջանի հակամարտությունները Վրաստանի տարածքում եւ Ղարաբաղի հակամարտությունը երկար ժամանակվա ընթացքում հայ-ադրբեջանական համատեքստում, որը Ռուսաստանին ձեռ էր տալի, որ հակամարտությունը մնար եւ շարունակեր լինել։ Ռուսաստանը ցանկանում էր, որ կարողանար Նիկոլաևը գրավելով, հետո Օդեսան գրավել, իսկ Օդեսան գիտեք, որ քաղաք Օդեսան ռուսները համարում են առհասարակ ռուսական եւ իրոք ռուսախոս շատ կա Օդեսայում, բայց դա չի դարձնում քաղաքը ուրեմն ռուսական, ինչպես նաեւ Հայաստանում մենք էլ ենք շատերս խոսում ռուսերեն եւ հայ ազգում, բայց դա մեզ ռուս չի դարձնում։ Ամեն դեպքում Ռուսաստանը ցանկանում էր հասնել միջև այդտեղ եւ դուք կարող եք տեսնել ինչքան մոտ է այսօր Ռուսաստանը գտնվում այդ Մեծդնեստրյան տարածքին 335 կիլոմետր իրականում ամենակարճ հատվածից, բայց երբ ռուսները հասել էին մոտավորապես այս հատվածում Միկոլաևից դեպի հյուսիս, ապա ռուսներին մնացել էր առհասարակ մոտավորապես նաեւ այստեղից 130 կիլոմետր, այսինքն ռուսները փաստացի արդեն շատ էին մոտ եկել այս տարածքին, բայց հիմա դրությունը ուրիշ ձևի է։ Ռուսներին հետ շպրտեցին այս տարածքից ուկրաինական զինված ուժերը եւ ռուսները հիմա հայտնվել են նույնիսկ Խերսոն քաղաքը, որը գրավել էին ռուսները, Միկոլաևը երբեք չեն գրավել, Միկոլաևը չկարողացան մոտ գործել, բայց Խերսոնը, որը գրավել էին, Խերսոնից իրանք ստիպված եղան հետ քաշվել։ Եվ այս պայդրությամբ սահմանը դե ֆակտո, այսինքն զորքերի միջև շփման գիծը անցնում է այս գետով, որը դուք այստեղ տեսնում եք, եւ այս գետը բաժանարար գիծ է։ Ուստի ռուսները այս պայդրությամբ որևէ իրական հնարավորություն անցնելու, մոտենալու Մեծդնեստրյան այս տարածքին չունեն։ Ուրիշ տարբերակ է եւ մենք սրա մասին խոսում ենք, որ ռուսները երբ Գուլայպոլեի մեկ մասը գրավեցին եւ ես ասացի Գուլայպոլեը մուտք են գործել իմ վերլուծությունում, այլ ոչ թե ամբողջությամբ Գուլայպոլեն ընկել է, այս քարտեզը իմ գնահատականով շատ հստակ է եւ շատ ճիշտ քարտեզ է եւ տեսնում եք կես Գուլայպոլեն են գրավել, կեսում մարտեր են տեղի ունենում, բայց Գուլայպոլը ռուսները մտել են արդեն
դա չի նշանակում, որ մարտը ավարտված է, կարա ամիսներ, տարիներ տևի, նայած տեղում իրավիճակը, կարա օրեր տևի, նայած իրավիճակը։ Մենք ունենք օրինակներ, որտեղ որ պատերազմը տարիներ էր տևում, այդ թվում Բախմուտը խոսքին։ Եվ հիմա էլ Բախմուտից հետո, որ քաղաքներում էր շարժվում են, լինում է քաղաքներ կես տարի, մեկ տարի են ռուսները գրավում։ Գուլայպոլեի ուղղությունով եւ մնացած ուղղություններով իրաց նպատակն է հասնել Զապորոժիային, հետո մի ձև Զապորոժիան գրավել, բայց դա ինչքանով իրական է, դա շատ մեծ հարց է, շատ մեծ քաղաք է եւ այսպիսի քաղաք ռուսները գրավել դել չեն կարողացել, ոչ մի քաղաք այդպիսի մեծ չի, որը իրանք գրավել են իրականում միջև այս իրավիճակը, ուզում եմ ասեմ, լայնածավալ պատերազմով։ Եվ անցնել ենթադրում եմ, որ հետո արդեն դեպի Կրիվոյ Ռոգ եւ դեպի Միկոլաև եւ մոտենալ Պրեդնիստրովիայի հատվածին։ Հիմա հաշվի առնելով, որ ռուսները այդ ուղղությունով առաջընթաց չունեն, ես վաղուց կարծում եի, որ դա պետք է արվեր անձամբ, որովհետեւ իմ գնահատականով ուկրաինական եւ մոլդովական կողմը ինչ որ առումով շատ ձգեց այս հարցը, որովհետեւ այստեղ կա կոնկրետ հարց։ Հիմա երկու այս պետությունը ունի հնարավորություն, որ շրջափակում կազմակերպի, իրանք հենց էլ պլանավորում են, այսինքն Ռուսաստանի զինվորները այդտեղ գտնվում են իբրև խաղաղապահ առաքելություն, ծանոթամես, որի նպատակն է ապահովել այդտեղ կայունությունը։ Իրականում ռուսները այդտեղ ռազմական են կազմակերպել, աջակցում են այդ սեպարատիստական միությանը, որը հնարավորություն կա, որ միանգամից վերադարձնել Մոլդովայի կազմը։ Ասեմ ձեզ, որ մեծ մասը Պրեդնիստրովիայի բնակչության պատրաստ է միանալ Մոլդովային, բայց եթե ռուսները գան գրավեն այդ տարածքը ֆիզիկապես, ինչը իրանք ուզում էին անել, ապա իհարկե մարդիկ կհամակերպվեին նրա հետ, որ Ռուսաստանի մաս են։ Պետք է ձեզ ասեմ, որ Պրեդնիստրովիայի պաշտոնական դրոշը Ռուսաստանի դրոշն է, դա շատ կարևոր է։ Ռուսախոս մարդիկ են, փոքր սովետական միության նման մի տարածք է, այն էլ Մոլդովան էլ աղքատ պետություն է իրականում, բայց Պրեդնիստրովիայի այդ հատվածը այլ ավելի աղքատ է։ Եվ շատ փոքր մաս է, եթե նայեք, այստեղ խորքը այս տարածքի 10 կիլոմետր է, հատվածներ կան, տեսեք, հատվածներ կան այս հատվածը խոսքին, այստեղ արդեն Ուկրաինան է, այստեղ Մոլդովան է, հատված կա այստեղ 3 կիլոմետր է, հասկանում եք, և մայրաքաղաք Տիրասպոլը, որտեղ որ գտնվում է խոսքին, ապա մայրաքաղաք Տիրասպոլից մինչև ուկրաինական խոսքին սահման 13 կիլոմետր է ընդհանուր առումով, ամենախոշոր հատվածը, ամենամեծ հատվածը դա երկարություն է, 200 կիլոմետր, 200 կիլոմետր և մոտավորապես 15-10 կիլոմետր խորք նայած որ հատվածում։ Հիմա, ինչն է հետաքրքիր և կարևոր, առաջերտին ձեզ պետք է ասեմ, որ լոգիստիկ առումով Մոլդովա-Ուկրաինա կապերը անցնում են մեծ մասամբ Օդեսայով, բայց Օդեսայից հետաքրքիր է, որ երկու ճանապարհ կա և գլխավոր ճանապարհը, որը Օդեսայից գալիս է դեպի այստեղ Ռենի և դեպի Ռումինիա, այդ ճանապարհը այստեղ մուտք է գործում այս հատվածում, ուզում եմ ձեզ դա նաև ցույց տամ, տեսնում եք, Մոլդովայի տարածք, հեշտացված ուղղակի ձև են այստեղ անցնում ուկրաինացիք, բայց իրականում Մոլդովայի տարածք է մուտք գործում։ Հիմա անպայման, եթե մենք նայենք խոսքին, տեսեք, մեկ այստեղ կոնկրետ անցակետ կա այս հատվածում Ուկրաինայի հետ, մեկ անցակետ այստեղ կա, երկրորդ անցակետը այստեղ է այս հատվածում է, և այստեղ էլ կա ճանապարհ, տեսնում եք, և այս հատվածում էլ, այսինքն այս տարածքը շատ ակտիվ կապ ունի Ուկրաինայի հետ, բայց մյուս կողմից տեսնում եք, միանգամից ճանապարհ անցնում է դեպի Մոլդովա այստեղ, այս հատվածում նաև միանգամից տարածքը նաև դեպի Մոլդովա է անցնում, ամենտեղ ճանապարհներ կա դեպի Մոլդովա, այստեղից էլ միանգամից ճանապարհ դեպի Մոլդովա և հեսա մայրաքաղաք Մոլդովան, այսինքն Մոլդովայի մայրաքաղաքից այս տարածքը գտնվում է, արեք նայենք մոտավորապես 35 կիլոմետրում, ինչը շատ մոտիկ է իրականում։ Եվ գլխավոր հարցը նրանում է, որ ռուսները ուզում են այս տարածքը պահպանել, որ Մոլդովայի տարածքային ամբողջականության ուղղությունով միշտ լինի խնդիր։ Ուստի հիմա հարց կա, ոնց լուծել այս հարցը։ Կար հնարավորություն, որ Ուկրաինան և Մոլդովան համատեղ այդտեղ, այսպես ասեմ, ռազմական օպերացիա կազմակերպեն, հատուկ ռազմական օպերացիա, ոնց որ ռուսներն են սիրում դա անվանել, Մոլդովայի տարածքում է, ուստի խնդիր չէր լինի,
բայց մեղմ տարբերակով են գնում, ոնց հասկանում եմ, եւ որոշում են կայացրել, որ մի կողմից Մոլդովան այս ամեն կողմից անցակետեր կպատրաստի ել ավելի կամրապնդի վերահսկողությունը եւ որևէ ժողովրդին չի վերաբերվում, պարենին չի վերաբերվում, բայց զինվորներին վերաբերվող որևէ տեղաշարժ, որը թաքուն իրանք այստեղ կազմակերպում էին կոռուպցիայի միջոցով անցնում էին տարբեր տեղեր, այդ թվում Ուկրաինայել եւ Մոլդովայել, ապա այդ ամենը կսահմանափակվի ընդհանրապես։ Ուկրաինան էլ ամբողջությամբ կփակի իր սահմանը այս հատվածներում, որը ես արդեն նշեցի, եւ սրա միջոցով փաստացի պետք է տեղի ունենա ամբողջությամբ Պրիդնիստրովիայի շրջափակում, որը պետք է երկար ժամկետում բերի նրան, որ այդ ռուսական 1500 զինծառայողը ցանկություն ունենան լքեն այդ տարածքը, այսինքն ինչ որ զինաթափման գործընթաց է խաղաղ երկար ժամկետի։ Եթե դա տեղի ունենա, հետաքրքիր է, որ դրա մասին այսօր է տեղեկատվությունը տարածվում հենց ուկրաինական ալիքներում եւ զուգահեռ դրա մենք տեսնում ենք շատ կարեւոր տեղեկատվություն, որ Մոլդովայի նախագահ ասում է մենք պատրաստ ենք անդամակցել Ռումինիային, այսինքն եթե այս հարցը լուծվի, ապա Մոլդովան կարա մտնի Ռումինիայի կազմ եւ մոլդովացի ժողովուրդը ինչքանով ես գիտեմ եւ ես շփվել եմ, ուսումնասիրել եմ նաեւ այս հարցը, պատրաստ է մեծ մասամբ աջակցել այդ օրակարգին, իրանք սա միացում են համարում, ապա այդ դեպքում փաստացի կարելի է ասել, որ սա շատ հետաքրքիր օրակարգ կլիներ նրա համար, որ փաստորեն մեկ այսպիսի ՆԱՏՕ-ի անդամ արդեն եւ Եվրոպական միության անդամ պետություն ձևավորեն։ Դա Ուկրաինայի համար էլ նաեւ շատ մեծ օգուտ կբերեր, որովհետեւ ել ավելի կմոտեցներ Ուկրաինային, այդ թվում ուրի տարբեր հատվածներին կմոտեցներ ՆԱՏՕ-ին եւ Եվրոպական միությունին։ Այդ թվում նույն Օդեսային, ես ինչպես նշեցի, եթե Մոլդովան մտնի ուրեմն Ռումինիայի կազմ եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնա, ապա ՆԱՏՕ-ի տարածքը մինչեւ Օդեսա 40 կիլոմետր է դառնում եւ դա նաեւ շատ կարեւոր է։ Բայց ՆԱՏՕ-ի անդամ որ դառնա, անպայման պետք է վերահսկողությունը վերադառնա այս տարածքի վրա։ Հիմա Մոլդովան այդ զինված ուժերը ընդհանրապես չունի, որ այստեղ լուրջ ռազմական գործողություններ վարի։ Որ ասեմ դες անպայման լուրջ պետք է լինի, որ 1500 մարդ է այդտեղ ռուսներ եւ հիմա շատ լավ զինված են, ոչ իհարկե, դա այդպես չէ, այս վերջի պատերազմից սկսվելուց հետո էլ նկատի ունեմ 22 թիվը իրանք ընդհանուր առումով թուլացել են, որտեղ մատակարարումները այնպես էլ սահմանափակ էին, բայց կարևոր է ասել այն, որ հիմա Մոլդովան այդ ուժերը չունի, բայց Ուկրաինան ունի, Ուկրաինը հեշտությամբ կարա կազմակերպել այստեղ ռազմական օպերացիա եւ զինաթափել առանց նույնիսկ sense պատերազմ ռուսական այդ զորքերը, որովհետև շատ հեշտ է, տեսեք, ամեն ուղղությունով մուտք գործելը, զինաթափելը, մուտք գործելը, զինաթափելը այդքան փոքր տարածք է, ռազմավարական խորք չունի, ռազմավարական հնարավորություններ պատերազմ վարելու չունի, Ուկրաինայի համար սա շատ հեշտ հարց է։ Եթե Մոլդովան դրա թույլտվությունը տա, այս պահին գնում են դեպի բլոկադա, ինչը նաև կարա շատ օգտակար լինի։ Եթե լուծեն այս հարցը, ապա Կիևը, որ նայենք, իր համար խոսքին տեսեք Ռումինիան այստեղ է, ինչպես պետություն, ապա կմոտենա էլ ավելի այստեղ, ուզում ասեմ այդ ճանապարհները արդեն կբերեն նաև Ռումինիայի միջոցով եւ դա հաշվի է պետք առնել, հա, այստեղ Կիև-Օդեսա ճանապարհն է տեսնում եք եւ նաև շատ մոտ է այս տարածքին, ընդհանուր առումով պետք է ասեմ, որ այստեղից վտանգ կա իհարկե նույն Ուկրաինային, նույն Մոլդովային, բայց երբ սահմանափակ է այդտեղ զորքի տեղաշարժ, ուրեմն զենքի տեղաշարժ, ապա այդ վտանգը շատ քիչ է հիմա եւ այդ ուղղությունով է շարժվելու այս հարցը։ Եվ համարում եմ, որ այս հարցը լուծելը կարա ունենա շատ կարեւոր ռազմավարական նշանակություն։ Այդ թվում Մոլդովան ճիշտ է ելք չունի դեպի ծով, այստեղ տեսնում եք մի փոքր հեռու է ավարտվում այս հատվածը եւ կարելի ասել ելք չունի, բայց Ուկրաինան միշտ տվել է հնարավորություն Մոլդովային, որ հանգիստ կա օգտագործի Սև ծովի այս նավահանգիստները եւ այլն։ Եվ դրանով պետք է ասել, որ Մոլդովայի հարցը նաեւ կապ ունի Սև ծովի անվտանգության հետ եւ հատկապես այս հատվածում։ Ուստի Մոլդովայի նաեւ այս հարցը լուծելը, զարգանալը կարա բերել լուրջ առաջընթացի եւ հնարավորությունների։ Ռուսների համար իհարկե շատ կարեւոր կլիներ, եթե իրանք կարողանային Միկոլաև Օդեսան գրավել եւ ինչպես իրանք երազել են, խոսքին այ քարտեզի վրա որ ցույց տամ, մոտավորապես այսպես պետք է իրանք
գրավեին, Դնեպրոպետրովսկն էլ էին մեկ-մեկ հաշվում, բայց մեկ-մեկ էլ չէին հաշվում, տարբերություն չկա, բայց խոսքին ոնց կընկալենք, հա, բայց ամեն դեպքում մոտավորապես այսպես էին իրանք պատկերացնում, մոտավորապես տեսնում եք այս հատվածը, Ղրիմը եւ այս հատվածը եւ ամբողջությամբ Ուկրաինային զրկեին ծովից, այսինքն այս տարբերակով Ուկրաինան ծովին ելք ընդհանրապես չպետք է ունենա, որովհետեւ հիմա ունի այս հատվածը դեռ Ուկրաինան վերահսկում է ծովի եւ դա շատ կարեւոր է։ Ուստի այս Պրեդնիստրովիայի հարցը հիմա լուծելը մեծ կարևորություն ունի այս հատվածի անվտանգության համար, հենց որի մասին մենք խոսում ենք եւ որը ամենախոցելի հատվածն է, որովհետեւ այս հատվածում ցամաքի ռուսները եթե վեկալենք խոսքին, տեսեք, այս խոսքին կոնկրետ վեկալենք այս կոնկրետ հատվածը, հա, Կոնստանտինովկայի ուղղությունը, ապա ռուսները Կոնստանտինովկայի ուղղությունով 4 տարվա ընթացքում նույնիսկ հավատս չի գալի, որ ասում եմ 4 տարի, հա, 22 թվականից հիմա 26 թիվն է, 4 տարվա ընթացքում 20 կիլոմետր են առաջընթաց ունեցել, այն տարածքից, որտեղ որ գտնվում էին 4 տարի առաջ մինչև պատերազմի սկսելը, դա այս կարմիր գիծն է, 20 կիլոմետր 4 տարվա ընթացքում, տարին 5 կիլոմետր են առաջընթաց ստեղ ապահով է։ Բախմուտի եւ Չասովյարի ուղղությունով եթե նայես իրանց սահմանից շարժը մինչև Չասովյար 50 կիլոմետր 4 տարվա ընթացքում, հասկանում եք։ Սա աննախադեպ մի բան է։ Ուստի եթե նույն այդ տրամաբանությունը վերցնես, ապա ռուսները այստեղից պետք է մի 4 տարի հետո Պավլոգրադի մոտ հայտնվեն մոտավորապես եւ կարողա Խարկովի մոտ մոտավորապես հայտնվեն, այսպիսի իրանց տեմպով, կամ Զապարոժիայի մոտ մի 4 տարի հետո մոտավորապես։ Կարող է մի բան փոխվի, արագանա, ես չեմ ասում որ անպայման այդպես կլինի, բայց ամեն դեպքում ռուսները այս ցամաքային ուղղությունով մեծ տակտիկական հնարավորություններ ունեն, ռազմավարական պարտվելու հնարավորություն չունեն, իսկ այս ուղղությունով իրանց համար շատ հետաքրքիր կլիներ, թե իրանք միանային Պրեդնիստրովիային, բայց չեն կարողացել դա անել եւ հիմա իրանք գետը անցնելը փաստացի չեն կարող։ Ուստի իրանց համար մնում է ամենակարևոր խնդիրը գետը անցնելը, չեն կարող գետը անցնել, չեն կարող գալ Պրեդնիստրովիային օգնել, ուստի Պրեդնիստրովիայի հարցը կարելի ասել դրանով ընդհանուր առումով շատ է թուլանում եւ հնարավորություն է ձեռք բերվում, որ ավարտվի այս հարցը։ Կարծում եմ հետաքրքիր էր այս հարցը ձեր հետ միասին քննարկելը, որովհետև կարևոր նորություն է, մենք կշարունակենք հետևել այս նաև թեմային, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։